իրավություն բոլորը ծանոթ եք, մեկ շաբաթը կարծում եմ բավարար է համար։ Եթե մինչ այդ թարգմանությունը ստացած եղան կամ այդ օրվա դրությամբ ստացած եղան, պարոն Խաչատուրովին դատարանը ևս ժամանակ կդրամադրի իրեն հասանելի լեզվով ծանոթանալու և դատալսումները այդ օրը դատարանը իր որոշումը կհրապարակի, կհետաձգենք, եթե սև ժամկետում 2-3 օրվա ընթացքում հնարավոր եղավ ստանալ թարգմանությունը, շատ արագ միջոցներ կձեռնարկվեն պարոն Խաչատուրովին փոխանցելու համար, ամեն դեպքում դուք հարգելի դատավարության մասնակիցներ, բոլոր սցենարներին պատրաստ եղեք, որպեսզի եթե հնարավոր եղավ մեկ շաբաթում, ինչը քիչ հավանական է, որ թարգմանությունը կլինի, այնուամենայնիվ, եթե ողջամի ժամկետում կամ մյուս օր թարգմանությունը եղավ փոխանցեցին պարոն Խաչատուրովին, երկուշաբթի օրը դատալսումները ցանկացած եղանակով շարունակվելու դեպքում դուք պատրաստ լինեք լրացուցիչ չհետաձգենք, որ այս կամ այն հարցերին անդրադառնանք։ Գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով է դատավարությունը իրականացվում, հաջորդիվ մենք պետք է քննարկենք քրեական դատավարության օրենսգրքով սահմանված, եթե շարունակենք, եթե դատարանը մեղադրանք ընդունի, սա նախապես ասեմ, որպեսզի չասեք, թե դատարանը որոշում չի կայացրել, մենք շարունակելու ենք քրեական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածով սահմանված հարցերի քննարկմանը, որ դեպքում անհրաժեշտություն եղավ, որ առանձին գրավոր փաստաթղթի ձևով պետք է օրինակ պայմանականորեն բացարձակ ներկայացվի, խնդրում եմ, եթե ունենաք նման միջնորդություններ, պատրաստ ձեզ հետ գաք, մենք կարողանանք արդյունավետ դատալսումներ, եթե դատարանը որոշի, որ ընդունելու է մեղադրանք։ Պարոն դատարան, ես ճիշտ հասկանում եմ, մենք ընթացակարգի փոփոխություն ենք պլանավորում իրականացնենք եւ այս միջնորդության նոր մեղադրանքի փաստաթղթի վերաբերյալ դիրքորոշում ասելու հնարավորություն չենք ունենալու։ Պարոն Օրբելյան, ինչ է դիրքորոշում։ Ասեմ, նախորդ անգամ, երբ որ մենք նման փաստաթղթ ենք ստացել, ոչ մեկը չէր կարող ակնկալել դա ինչ տեքստ ունի, համապատասխանում է, չի համապատասխանում, դրա վերաբերյալ դատարանը ինչ որոշում պիտի կայացնի, մենք բոլորս ի սկզբանե այդ փաստաթուղթը ստանալուց ենթադրել եւ ակնկալել ենք, որ դատախազը առաջնորդել է սահմանադրական եւ վճռաբեր դատարանի որոշումներով եւ բացառապես փոխել է մեղադրանքի իրավական գնահատականը։ Հետո վերցրել ուսումնասիրել ենք, պարզվել է, որ այդքան էլ այդպես չի։ Դա ներկայացրել ենք դատարանին, դատարանը նաեւ ենթադրում եմ այդ հանգամանքներն հաշվի առել ինքնուրույն էլ կաներ, բայց դա էլ հաշվի առել է որոշումը։ Ուզում ենք հասկանանք ընթացակարգային փոփոխության անհրաժեշտությունը, այսինքն եթե ունենք նման փաստաթուղթ, ունեցել ենք նման ընթացակարգ, ինչի եմ ասում ունեցել ենք նաև նման ընթացակարգ, որովհետև այդ ընթացակարգը ոչ շատ ոչ շատ միանշանակ դատավարական իմաստով է դիրքորոշում ենք հայտնել, մենք ունենք ակնկալիք, որ նույն ընթացակարգով պետք է գնանք եւ պետք է բոլորս կարողանանք դիրքորոշում հայտնել, արդյոք պետք է սա հիմա ընդունվի թե ոչ, որի հիման վրա նախագահ դատավորել կտա կամ թույլ չտա։ Հաշվի առնելով նշված Դատարանը թույլատրել է փոխել արարքի բացառապես իրավական գնահատական այս մասով որոշում կայացրել է։ Սակայն ներկայացված որոշումներում որոշակի խախտումներ է նկատել, լրացումներ, փոփոխություններ, այդ մասում ժամկետ է տրամադրել։ Եվ հստակ առանձին փաստաթղթի ձևով արձանագրել է, որոնք են այդ լրացումները։ Հիմա սա նշ չի, որ ուղղված փաստաթուղթ, նոր փաստաթուղթ է լրիվ ամբողջ ծավալով մի քանի հատոր բանով, այդ 3 հատորով։ Հետևաբար սրա մեջ ինչ է փոխված, ինչ չի փոխված, փոխված է, փոխված չի, բացի որ նախագահը, մենք նախորդ անգամ չենք ելել ենք կանխավարկածից, որ նախագահողը ինքնուրույն է կատարել գրասենյակում կամ ոչ գրասենյակում, մենք դիրքորոշում հայտնելու հնարավորություն ենք ունեցել։ Դեր ասածից ես հասկացա, որ հաջորդ նիստին, եթե նախագահողը թույլատրված լինի, մենք ապրելու ենք 311 հատվածով կամ որներ։ Նախնական դատախազությունների ընթացակարգին։ Անկախ նրանից մենք սրա վերաբերյալ դիրքորոշում չենք կարողանալ հայտնել։ Պարոն Օրբելյան, պարոն Վարդանյան, եթե դուք գտնեք այնպիսի հանգամանքներ, մասնավորապես, որ դատարանը որոշմամբ արձանագրել է, որ պայմանականորեն նշված է պաշտոնական լիազորությունների անցման կատարել է գործողությունների անզգուշությամբ առաջացել է ծանր հետևանքներ։ Դատարանը արձանագրել է, որ այս պարբերությունը ավել է, այսինքն փաստական հանգամանք է դրած
Դատարանը դրել է ուղիղ համեմատի իր կողմից կայացված որոշման հետ։ Բայց եթե ուրիշ բան փոխված է։ Ինչ որ դուք գրել եք դա հետ անել։ Եթե առանցքային ինչ-որ բան ստացած լինեք, որ փոխված լինի, դատարանի, բայց լրացիչ նորից դատարանը քննարկվող հարցի վերաբերյալ կարծիք հայտնելու հնարավորություն չի ընձեռել։ Եթե դուք ինչ-որ առանցքային բան նկատեք, բնականաբար դատարանը կլսի Առաջարկը հետևյալն է, որոշելու վերջում, բայց առաջարկը հետևյալն է, նախորդ դատական նիստում մեղադրողին երբ որ ասցիկ ժամանակ տակ 2 շաբաթ 2-ը բավարար չէ, 24 օր ժամանակ է տրվել, որպեսզի ենթադրաբար ընդամենը մի հատ 301 հոդվածը հանվի, 309 հոդված տրվի կամ 309-ի երրորդ մաս տրվի։ Հիմա այդ փոփոխությունը տպելով բանով ամեն ինչով 2 շաբաթական այդ բավարար կարող է լինել, նախագահը տվել ժամանակ, ենթադրում եմ նաև նրանով պայմանավորված, որ հնարավորություն ունենա մի հատ էլ ամբողջական վերանայել եւ հնարավոր է այլ փոփոխություններ կատարվեն կամ չկատարվեն։ Ֆիզիկապես մի շաբաթը 3 հատորը համադրելու համար կարող է բավարար չլինի, դրա համար կընտրում ենք հայրով դատական նիստը նշանակել ամսի 17-ին եւ 2 ժամը նախագահ դատավորի համար բավարար կլինի 1-1.5 ժամն է, որպեսզի համադրենք։ Կարող համադրեք դերասանները հավաքի թարգմանություն չունենք, եթե ոչ դատարանը 2 ժամը դիպչի ունեն եւ իր որոշումը կայացնեն։ Դուք կարող եք 2 ժամից ստուգել դերասանը հանել ատե չէ, երկու ժամում, բայց արդյոք այլ փոփոխություն կա նախորդից թե չէ, որովհետեւ երկրորդ կտրում ենք։ Կարող է ոնց որ ձեր ասածները հանեն, ուրիշ բան ավելացնեն։ Հիմա պետք է համոզվեն, որ ուրիշ բան չի ավելացնում։ Լավ, եթե նման խնդիր նկատեք, կարձագանքեք